Ես գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի եւ ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետեւ առկա է բոլոր հիմնավորումները։ Այդ դատական այդփուլին չեն կանցել։ Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ առկա է բոլոր հիմնավորումները, որևէ անձ ներառյալ Ռոբերտ Քոչարյանը եւ ընտանիքը պարտավոր չի դատական գործընթաց անցնի եւ ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռբերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը, եթե մենք չենք որոշում ընդունում ոչ թե ինչ-որ sense ընտրովի process իրականացնել, այլ ինչ-որ գործընթաց չի տեղի ունենում, ընդհանրական ամբողջ ազգի բոլոր մարդկանց առանց քրեական գործի, առանց ոչ մի բանի, ինչ-որ մի հատ օբյեկտիվ ստանդարտով պայմանական անունը դնեմ փաստաթղթավորում եք ուզում անունը դրեք, ուզում եք ամնիստիա դրեք, ուզում եք օրինականացում դրեք, ինչ ուզում եք դրեք, այսինքն մի հատ process, որը բավականին խնդրահարույց է, բոլոր երկրները, որ դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե աճ։ Բոլոր քաղաքացիները, ովքեր ակնկալել են, որ այս գործընթացի արդյունքում իրենց բարեկեցությունը պետք է լավանա, իրականում վատացել է։ Այդ բոլոր մարդիկ էլի լավ են մնացել, մնացածինը վատացել է։ Դրա համար ես վերադառնալով հարցին, ես բոլոր գործերով, այդ թվում նաև երկրորդ նախագահի գործով, բայց բնացած բոլոր գործերով միջնորդելու եմ, որ ըստ էության մերժվի, հայցադիմումները, մանրաձևակերպումները, որը կլինի, կքննարկենք, կհամաձայնեցնենք, բայց չի կարող այս վարույթները շարունակվել։